приезд большого количества избирателей, примерно, из России в Армению. Նախընտրական շրջանում համացանցում հայտնված այս ձայնագրության հիմքով է քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրել Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանին։ Ձայնագրությունը տարածվել էր անհայտ աղբյուրներից, պնդումներով, թե դրանում լսվում է ինչպես է Չալաբյանը Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկում ընտրություններին միջամտությունն ու ուղղություն ցույց տալիս, որ պետք է Ռուսաստանում գործող բիզնեսների սեփականատերերն իրենց հայ աշխատողներին ստիպեն գալ Հայաստան ու քվեարկել ուժեղ Հայաստանի օգտին։ Ձայնագրությունը քննչական կոմիտե էր ուղարկել անկախ դիտորդ առաքելությունը, որպեսզի կառույցը դա ևս կցի Հայաստանում իշխանության զավթման փորձի մասին իրենց հաղորդմանը։ Առաքելության անդամ Դանիել Իոաննիսյանն է այդ մասին հայտնել։ Այժմ քննչական կոմիտեն պնդում է փորձաքննությամբ հաստատել են, որ ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը Ավետիք Չալաբյանն է։ Նրան ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել։ Ըստ քննչական կոմիտեի Չալաբյանը մայիսին մեկնել ու հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, համաձայնություններ է ձեռք բերել։ Թե ուր է մեկնել, քննչականը չի նշում։ Չալաբյանի փաստաբանը մինչդեռ գործը ծայրից ծայր սուտ է որակում, հորինված ու զավեշտալի։ Կարող եմ նշեմ, որ այդ հանգամանքները վկայակոչված գոյություն չունեցող փաստական հանգամանքներ են։ Շատ զավեշտալի քերական վարույթ է։ 7 անցեր մի քիչ եկել են շատ մեծ քանակով մարդիկ, եկել են ներկայացրել են փաստաթղթերը, որ պետք է խուզարկեն, ամբողջ տունը խուզարկելուց հետո հասեցին, որ ոչինչ չեն գտել, Ավետիքի հեռախոսը առգրավեցին, հետո հանեցին։ Ավետիք Չալաբյանին իրավապահներն այսօր վաղ առավոտյան են ձերբակալել իր տնից։ Չալաբյանի կինը տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է որակում, վստահ է, որ ամուսնուն մեկուսացնում է Սահմանադրական դատարանի 2 օրից սպասվող քննությանը ընդառաջ։ Ուրբաթ օրը բարձր դատարանը պետք է քննի 7 քաղաքական ուժերի բողոքներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Թեև Չալաբյանը Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի ցուցակով առաջադրված չէր, սակայն նրա Հայաքվե միավորումը սատարում էր Կարապետյանի ուժին։ Չալաբյանի թիմակիցները նույնպես տեղի ունեցող ակնհայտ քաղաքական հետապնդում են համարում, պնդում են, որ իշխանությունը խնդիր է իր առջև դրել հանրային խոսքից զրկել Չալաբյանին ու նրա նման հանրային գործիչներին, որոնք իրենց գործունեությամբ կարող են խոչընդոտել Փաշինյանի ծրագրերին։ Ցավը այստեղ նրանումն է, որ այս իշխանությունները իրենց համար փաստորեն օգտագործում են Հայաստանի Հանրապետության իրավական համակարգ, իրավապահ համակարգը։ Քննչական մարմինները ցավոք սրտի իրենց գործառութային առաքելությունը մի կողմ թողնելով առաջնորդվում են քաղաքական հրահանգներով պատվերներ։ Ինչու է Փաշինյանն ընտրություններից հետո շիկացնում մթնոլորտը, ինչու է հետապնդումներ սկսել ընդդիմադիրների նկատմամբ։ Ընդդիմադիր դաշտում պնդում են, որ նա փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել Ալիևի զայրույթը, որը ուղիղ ասել է Հայաստանի ընդդիմությանը ռևանշիստներ է համարում։ Ավելին խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում կետ կա, որ Հայաստանը պետք է պայքարի ռևանշիզմի դեմ։ Այժմ փաստացի այդ ընդդիմությունը կարողացել է այնքան ձայներ ստանալ, որ Փաշինյանի զրկել է սահմանադրական մեծամասնությունից։ Ավելին նոր խորհրդարանում ընդդիմությունն ավելի մեծ թվով մանդատներ է ունենալու, քան 2021-ի։ Մինչդեռ Ալիևն էլ Էրդողանն էլ ընտրություններից առաջ Փաշինյանին աջակցող հայտարարություններ ու քայլեր էին անում։ Ալիևը, հիշում եք, հայտարարեց Հայաստանի իշխանության հետ խնդիր չունենք, Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր հարցերը լուծված են, իսկ ընդդիմությունը իրան վատ է պահում։ Եվ ասրա համար պետք է Փաշինյանը պարտքերը տա, չէ։ Դատարանը օրվա վերջում որոշեց 2 ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին։ Չալաբյանն առաջին անգամ չի կալանավորվում։ 2022-ին նա 3 ամիս կալանքի տակ էր մնացել գործով, որով մեղադրվում էր Ագրարային համալսարանի ուսանողներին հակաիշխանական ցույցերին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու մեջ։ Չալաբյանն այդ ժամանակ որպես համախմբում շարժման անդամ դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ազատության սահմանափակման, այսինքն նրան արգելվել էր կազմակերպել ու մասնակցել հավաքների ու այլ հանրային միջոցառումների։ Չալաբյանն այդ գործը նույնպես որակել էր որպես քաղաքական հետապնդում։